Եվրոպական չափանիշներով, միջազգային պրոտոկոլներով ու ֆրանսիական բժշկության լավագույն ավանդույթները պահպանելով Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնում արդեն 8 տարի իրականացվում է քիմիոթերապևտիկ բուժում։ Ֆրանսիայում երկարամյա փորձ ունեցող ճանաչված ու սիրված մասնագետ Նորբեր Ավետյանի ջանքերով 2017-ին Հայաստանում ստեղծվեց այս կենտրոնը։ Քանի որ ինքը իր պրակտիկայում տեսնում էր մեծ հոսք հայերի, որոնք գնում էին իր մոտ Ֆրանսիա բուժվելու, իր մոտ գաղափարը ծագեց ստեղծել այս կենտրոնը։ Նպատակը նա էր, որ մեր հայրենակիցները ավելի իրենց հարազատ պայմաններում չկտրվելով իրենց շրջապատից, ընտանիքից, խուսափեն ավելորդ ծախսերից բուժումը ստանան տեղում Հայաստանում։ Ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնը համագործակցում է Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ։ Դա թույլ է տալիս մշտապես հետևել նորագույն մոտեցումներին, դեղորայքային թերապիայի վերջին ձեռքբերումներին եւ դրանք անմիջապես ներդնել Հայաստանում։ Պարբերաբար կազմակերպվում են ընկերական այցեր, անցկացվում թիմային խորհրդակցություններ։ Նաեւ դա է թույլ տալիս այստեղ պահպանել բուժման եվրոպական բարձր որակը, որը ստանում են բուժառուները Ֆրանսիայում։ Գրեթե միշտ ունենում ենք երկրորդ կարծիք, հիմա շատ ընդունված է ամբողջ աշխարհում վերցնել երկրորդ կարծիք եւ մենք շատ վաղուց դա կիրառում ենք, մեր ֆրանսիացի գործընկերներից ենք այդ կարծիքը վերցնում կամ այն մասնագետներից, հարակից, որոնք պետք է ներգրաված լինեն բուժման մեջ։ Մեր կենտրոնում մատուցվում է խորհրդատվական ծառայություններ, չարորակ նորագոյացությունների դեղորայքային բուժում, որի մեջ մտնում է քիմիոթերապիան, իմունոթերապիան, հորմոնոթերապիան, թարգետ թերապիան եւ ունենք ուլտրաձայնային հետազոտություն, անոթների դուպլեքս սկանավորում, սրտի էխո EKG։ Ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնում բուժման պլանը մշակելիս հիմք են ընդունվում միջազգային պրոտոկոլները, սակայն հաշվի են առնում նաև բուժառուների հոգեբանական, առողջական վիճակն ու այլ հանգամանքներ։ Յուրաքանչյուր պացիենտի համար բազմապրոֆիլ մասնագետների խումբը մշակում է անհատական բուժման պլան։ Նույն հիվանդությամբ երկու մարդ տարբեր են եւ մոտեցումը պետք է լինի անհատական։ Հիմա իհարկե ամբողջ աշխարհն է գնում դրան, բայց մենք շատ վաղուց այդ մեթոդը կիրառում ենք եւ հիվանդը գալիս է մեր մոտ խորհրդատվության, մենք շատ երկար զրույց ենք ունենում իրենց հետ, բացատրում ենք ինչ է իրանց սպասվում, ընտրում ենք իրանց համար նաեւ ընդունելի սխեման, որպեսզի իր հոգեվիճակը շատ չտուժի։ Ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պացիենտները բուժումը ստանան հարմարավետ ու հոգատար միջավայրում։ Սա մեր առանձնասենյակներից մեկն է, նմանատիպ մի քանի պալատներ ունենք, որտեղ հիվանդները ստանում են իրենց բուժումը, նաև այն հիվանդները, որոնք վատ առողջ են, ավելի ինքնազգացողությունը վատ է եւ գերադասում են պարկած պայմաններում ստանալ իրենց բուժումը, կարող է իրենց ուղեկցել իրենց հարազատները։ Հիմա եկանք ընդհանուր հիվանդասենյակ, որտեղ միանգամից միանվագ կարող են 3 հիվանդ սպասարկվել, կան մարդիկ, որոնք նախընտրում են այսպիսի պայմաններում բուժումը ստանալ, պես ընկերական, այսպես ասած շրջապատում ստանում են, հետո մեկը մյուսից հարցնում է ինչ եղավ, ոնց եղավ։ Ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնի նպատակն է ոչ միայն բուժել, այլև անկախ ախտորոշման բարդությունից բուժառուին ապահովել արժանապատիվ եւ որակյալ կյանքով։